Արայ ծաղկամանը։ Ռեժիսորները հրապարակում ինչքան ուզես, կարան կորան կամերա, մատոր, ստոպ եւ այլն, բայց իրանք ոչինչ չէին ունենա նկարելու, եթե հրապարակում չլիներ ինքը։ Մարդ, ով դատարկ պատերը կարող է վերածել 70-ականների թույն սենյակի կամ հարուստի առանձնատան կամ էլ օրինակ դիեզերանավի։ Խոսքը բեմադրող նկարչի մասին է, արի պատմեմ թե ով է ինքը կադրից դուրս։ Բեմադրող նկարիչը կամ production designer-ն այն մարդն է, ով պատասխանատու է ֆիլմի ամբողջ վիզուալ աշխարհի, դեկորների ու միջավայրի համար։ Ինքը վերցնում է սցենարը, ռեժիսորի հետ քննարկում է ֆիլմի տրամադրությունն ու զրոյից կառուցում այն ամենը, ինչ դուք տեսնես կադրում։ Սեղանը, աթոռը, պատի նկարը, անգամ դերասանի ձեռքի բաժակը իր ընտրությունն է։ Սա այն մարդն է, որը կարող է իր թիմի հետ ամբողջ քաղաքը, տոնավաճառներն ու անգամ պահեստները տակնու վրա անել, որպեսզի գտնի իր ուզած, օրինակ 1980-ականների ինչ-որ լամպ կամ մոխրաման, որը կադրում տրվելու է 2 վայրկյան երևալու համար։ Բայց հավատացեք, որ այդ 2 վայրկյանանոց դետալն է, որը ստեղծում է իսկական կինոյի մթնոլորտը։ Իրականում բեմադրող նկարիչն ու իր թիմը ոչ թե ուղղակի կահույք են դասավորում, այլ պատմություն են պատմում։ Իրենք կարող են գիպսակարտոնից սովորական պատ սարքել, բայց այնպես ներկել ու հնեցնել, որ էկրանից նայելիս անգամ երդվես, թե դա 100 տարվա լքված սենյակ է։ Հենց այդ դետալներն են օգնում դերասանին հրապարակում իրեն կորցնել ու լրիվ հավատալ իր կերպարին։ Բայց որքան էլ նկարիչը գեղեցիկ ու կատարյալ աշխարհ կառուցի, այդ ամեն ինչը պետքա ճիշտ մատուցել, ճիշտ ուսավորել ու ճիշտ նկարել։ Իսկ թե ով է ռեժիսորի ամենագլխավոր աչքը, որը այդ ամբողջ գեղեցկությունը կտեղավորի մի կադրի մեջ, կխոսենք հաջորդիվ։ Իսկ դու բաժանորդագրվի, որ բաց չթողնես կադրից դուրսը։